31 թվականի վերջին շրջանում։ Իսկ Աղվան Վարդանյանի որոշման ինչպես եք վերաբերվում, որ խոստացել էր նախընտրական շրջանում, որ ոտ չի դնի հաշվը, եթե Նիկոլ Փաշինյանը Դեք առաջին հերթին ինձ համար, եթե անկեղծ լինեմ, անհասկանալի էր ինչի է եղել այդ հայտարարությունը ընդհանրապես եւ հետո հայտարարությունը ես ուղղակի գնահատում եմ այնպես, որ ավելի շատ պայքարից դուրս գալ, գնալ, փախնել էր համարում մանդատ չվերցնել եւ այդ իսկ պատճառով գնաց այդ քայլին մնացածը ինքը ասել է, ինքը գրել է Աղվան Վարդանյանը իմ ավագ գործընկերն է, ում հանդեպ ես ունեմ շատ մեծ հարգանք, որտեղ նա վաստակել է այդ հարգանքը։ Չէ, բայց այնուամենայնիվ այդ խոստումը, որը չի կատարվել գետնի վրա։ Սա իր տիրույթում է, որի բացատրությունը ինքը տվել է, նորից կրկնեմ, ես շատ կուզեի, որ հենց ի սկզբանե այդ հայտարարությունը չլներ, որ հետո մնացածը այդ ամբողջ պատմությունը չլներ։ Ինչևէ, լավ կլներ, որ այդ ամեն ինչ չլներ, բայց դա կա եւ ես ավելի փորձեցի բացատրեմ նաեւ իմ հասկանալով իր շարժառիթը ոնց որ խոսքը չպահելու այսպես ասած հույս ունեմ որ ոչ բայց տեսնենք ինչպես կգնա հայերներից եք կկաղանաք այս անգամ ձեզ հույս ունեմ որ այո ավելի ճիշտ հույս ունեմ որ առիթը չեն տա որ հայհոյեմ